Օրհնյալ Դեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեսե արքայություն քո, եղիցին գամ քո, որպես հերգինս եւ հերգրի, ըսհաց մե հալաբազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ զբարդիս մեր, որպես եւ մեկ թողում քմերոց բարդաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, զիքոյե արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից ամեն իմաստություն հոր Հիսուս դուր ինձ իմաստություն ըսպարիս խորել եւ խոսել եւ գործել առաջի քո համենայն ժամ իչար խորհրդոց իփանից եւ իգործոց փրկյազիս եւ ողորմյա քո առրածոց եւ ինձ բազմամեղիս ամեն գահավատանք ամենասուրբ երրորդության հորը որդիին եւ սուրբ ոգիին գահավատանք Գաբրիելի ծերամբ ավեդումին Քրիստոսի ծնունդին մգրդության չարչարանքներուն խաչելության երեքորյա թաղումին հարության Աստվածաբես համբարնալուն եւ հոր աչագոմը նստելուն եւ ահեղ ու փառավոր երկրորդ կալուստին գնթունինք եւ գահավատանք ամեն հրամեցեք Սիրելներ Աստծո փառք եւ գոհություն իր դված ողորմության եւ մեզի հանդեպ իր ցուցաբերած անհուն սիրույն համար այսօր Ղևոնդյանց սրբոց քահանայից դոնն է Ղևոնդյանք որոնք սիրելներ հավատքի համար բայկարեցան եւ նահատակվեցան սակայն թարեր շարունակ մենք անոնց հիշադակը գտոնենք անոնցով գոքեվորվինք եւ մինչև մեր ազգը որ գոյություն ունի եւ գավադամ Աստուծո ողորմությամբ մինչև Քրիստոսի երկրորդ կալուստը մենք պիտի հիշենք Ղևոնդյանք եւ այսօր սիրելիներ ուզեցի որ ոչ թե սուբկրոց սերդողություն կատարենք այլ ոգեգոճման հիշադակ կատարենք հիշենք Սուրբ Ղևոնդյան քահանաները եւ սրբոց վարտանանց զորավարները որոնք իրենց արյունը թափեցին Քրիստոսի օրինակով, որբեսի քրիստոնեական իրենց հավատքը Քրիստոսի հանդեպ իրենց ունեցած հույսը ամուր բահեն։ 118-րդ Սաղմոսը պիտի ընթերցենք նախ։ Այս Սաղմոսը սիրելիներ ըսկանչելի Սաղմոս մնե քոհապանության ուղված փրկչին Եվ սակայն այս Սաղմոսի մեջ ըսկանչելի խոսք մը գա, որ գսե ավելի լավ է դիրոջ ապավինել, քան թե մարդոց վստահիլ։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, մենք որպես անհատ եւ նաեւ որպես ժողովուրդ, որու է որ գվստահենք, հաջող Բամության ընթացքին սիրելներ եւ որ վստահած ենք այսինչ բեդության կամ այնինչ բեդության խապված ենք գործանած ենք բայց երբ աչքենից թարցուցած ենք մեր դիրոջ այն ադեն ոտքի կանգնած ենք եւ ամենօրյա մեր կյանքի մեջ հաջող մարդիկ մեզի սուտ խոստումներ գնեն եւ մենք վստահենք ասոր կամ անոր եւ հանգարց կտեսնենք որ մեր ոտքին դակը թադարգ է, որովհետև հիմք չգա, ժայրը չգա, իսկ մեր ժայրը, որուն գրնանք վստահիլ, ապահով ծևով, անիկա սիրելներ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Քանի որ այսօր ոգեգոճման գադարություն պիտի գադարենք սիրելներ, հիշադակություն պիտի անենք, եկեք ընթերցենք այս Սաղմոսը եւ Սաղմոսի յուրաքանչյուր խոսքին մասին խորհրդածենք որբեսի մեր հավատքին մեջ սիրելներ ամուր մնանք, չդարվինք այսօր կամ անոր, այլ մեր աչքերը միշտ ուղենք մեր փրկչին։ Երանի թե մեր երկրի ղեկավարները, երանի թե մեր գրոնավորները, երանի թե մեր ազգի
առաջնորդները եւ նաեւ յուրաքանչյուր ընտանիքի հայր ու մայր այս Սաղմոսեն սորվի սիրելիներ Աստուծո վստահիլ եւ ոչ թե մարդոց աբավինիլ։ Հավատացեք, ով որ Աստուծո կվստահի, ամոթով չի մնար, իսկ ով որ մարդոց կվստահի, ամոթով կմնա։ Գարտանք միասին։ Քոություն հայտնեցեք Տիրոջ, որովհետև բարի է, անոր սերը հավերժական է։ Թող Աստուծո ժողովուրդը ասե, անոր սերը հավերժական է։ Եկեք միասին ասենք, անոր սերը հավերժական է։ Թող կահանաները ասեն, անոր սերը հավերժական է։ Թող Աստվածավախ մարդիկ ասեն, անոր սերը հավերժական է։ Երբ նեղության մատնվեցա, դերը օգնության կանչեցի, եւ դերը պատասխանեց ինձի, զիս վտանգեն դուրս բերավ։ Դերը ինձի հետ է, ես վախ չունիմ, ով ինչ կրնա անել ինձի։ Դերը իմ գողքիս օգնականս է, ես թշնամիներուս անգումը պիտի տեսնեմ։ Ավելի լավ է Տիրոջ աբավինիլ, քան թե մարդոց վստահիլ։ Ավելի լավ է Տիրոջ աբավինիլ, քան թե մարդոց ղեկավարության վստահիլ։ Բազմաթիվ ասկեր զիս պաշարեցին, սակայն Տիրոջ օգնությամբ վանեցի զանոնք, շրջապատեցին եւ ամեն կողմէ զիս պաշարեցին, սակայն Տիրոջ օգնությամբ ջզմեցի զանոնք։ Մեղուներու պես շուրջս բադեցին, գրագը ցկված փուշերու պես փորփոքեցան, սակայն Տիրոջ օգնությամբ փնաչնչեցի զանոնք։ Այնքան նեղը թրին զիս, որ քիչ մնաց կլորեի, սակայն դերը օգնեց ինձի։ Դերն է իմ զորությունս, օրհներկությանս արարգան, եւ փրկություն եղավ ինձի։ Ցնծության եւ փրկության աղաղակը գհնչի արտարներու հարգերուն տակ։ Տիրոջ աչը հաղթանակ տվավ մեզի։ Տիրոջ աչը բարձրացավ թշնամիներուն թեմ։ Տիրոջ աչը հաղթանակ տվավ մեզի։ Պիտի չմեռնիմ, այլ պիտի ապրիմ, եւ Տիրոջ գործերը պիտի պատմեմ։ Թեպետ բաժեց զիս խստորեն, բայց զիս մահվան չմատնեց։ Բացեք ինձի արտարության դռները, որբեսի ես դաջար մտնեմ եւ գողությունս հայտնեմ Տիրոջ։ Տիրոջ դանող թուրն է ասիգա, արտարները միայն ասկե ներս կմտնեն։ Շնորհակալություն քեզի Տեր, որ լսեցիր աղաչանքս եւ զիս բրգեցիր։ Այն քարը, որ շինարարները արհամարեցին, անգյունակարի եղավ։ Տիրոջ գամքով եղավ ադիգա եւ մեր աչքին սկանչելի է։ Այսօր Տիրոջ հաղթանակի օրն է։ Եկեք ծնծանք եւ ուրախանանք։ Ով դեր, երկուր փրկեմ ես, առաջնորդեմ ես, ով դեր։ Օրտնյալ է ան, որ գուկա Տիրոջ անունով, Տիրոջ դաջարեն գործենք ցես։ Դերն է մեր Աստվածը, որ իր լույսը տվավ մեզի։ Թալար ոստեր բռնած, թափոր գազմեցեք մինչև ծայրերը զոհասեղանին։ Տուն ես Աստվածս, գողություն քեզի, Աստվածս ես տուն, հազար փառք քեզի։ Գողություն հայտնեցեք Տիրոջ, որովհետև բարի է, անոր սերը հավերժական է։ Ամեն։ Ինչ հզոր Սաղմոս է, չէ՞ սիրելներ։ Գողություն հայտնենք Տիրոջ, իսկապես, որովհետև անոր սերը հավերժական է։ Եկեք երգենք Սուրբերուն երգը։ Բողոս Սուրբին Բեսարակյալ, Լուսավորիչ Սուրբի նման, Մեսրոպ Մաշտոց Սուրբի նման, Քաչն Վարդան Քաչ Սուրբին պես, Քրիստոսի զինվոր եմ ես, Նարեգացի Սուրբի նման, Շնորհալի Սուրբի նման։ Երգենք սիրելիներ։ Բողոս Սուրբին Բեսարակյալ, ես Աստուծո զավակ եմ ալ, աշխարհին վնաս համայն, Հիսուս իմ շասե հավիտյան, աշխարհին վնաս համայն, Հիսուս իմ շասե հավիտյան,
ողոս սուրբին բես արակյան, լուսավորից սուրբի նման, Մեսրով մաշտոտ սուրբի նման, Նարեգաց է սուրբի նման, Քաչեն վարդանքած սուրբին բես, Քրիստոս է զինվոր եմ ես, Լուսավորից սուրբի նման, Լույսի որդի եմ Հավիդյան, Սիրտ ծրած է մեջ միածին, Կյանքը սոնած լոքին փրջին, Սիրտ ծրած է մեջ միածին, Կյանքը սոնած լոքին փրջին, Սուրբին բես արակյան, լուսավորից սուրբի նման, Մեսրով մաշտոտ սուրբի նման, Նարեգաց է սուրբի նման, Քաչեն քաչած սուրբին բես, Քրիստոս է զինվոր եմ ես, Մեսրով մաշտոտ սուրբի նման, Ես բրգված եմ Հավիդյան, Աստվածաշունչ խոսքը գենաց, Ամեն օրին չուր է և հաց, Աստվածաշունչ խոսքը գենաց, Ամեն օրին չուր է և հաց, Բողոս սուրբին բես արակյան, լուսավորից սուրբի նման, Մեսրով մաշտոտ սուրբի նման, Նարեգաց է սուրբի նման, Քաչեն վարդանքած սուրբին բես, Քրիստոս է զինվոր եմ ես, Քաչեն վարդանքած սուրբին բես, Քրիստոս է զինվոր եմ ես, Ավետարանն է ինձի հայր, Եկեղեցին ըստ ընդդումայր, Ավետարանն է ինձի հայր, Եկեղեցին ըստ ընդդումայր, Բողոս սուրբին բես արակյան, լուսավորից սուրբի նման, Մեսրով մաշտոտ սուրբի նման, Նարեգաց է սուրբի նման, Քաչեն վարդանքած սուրբին բես, Քրիստոս է զինվոր եմ ես, Նարեգաց է սուրբի նման, Տիրոջ շնորհքին եմ խնգաման, Դենչովը ես կջնջերիմ, Կյանք տվողին քան թե կյանքին, Դենչովը ես կջնջերիմ, Կյանք տվողին քան թե կյանքին, Բողոս սուրբին բես արակյան, լուսավորից սուրբի նման, Մեսրով մաշտոտ սուրբի նման, Քաչեն սուրբի նման, Քաչեն վարդանքած սուրբին բես, Քրիստոս է զինվոր եմ ես, Շնորհալի սուրբին բես հես, Արքայության ժառանգ եմ ես, Գաբրիմ այնպես որ ողջ աշխարհ, Իմ մեջ տեսնե Հիսուսն անջար, Գաբրիմ այնպես որ ողջ աշխարհ, Իմ մեջ տեսնե Հիսուսն անջար, Բողոս սուրբին բես արակյան, լուսավորից սուրբի նման, Մեսրով մաշտոտ սուրբի նման, Նարեգաց է սուրբի նման, Քաչեն վարդանքած սուրբին բես, Քրիստոս է զինվոր եմ ես, Քրիստոս է զինվոր եմ ես, Ողջույն Քրիստոսի զինվորներուն, Սիրելիներ, Քրիստոսի զինվոր, սկանչելի բացատրություն է ասիկա, որովհետև մեր զինվորությունը սիրելիներ ոչ թե բար սովորական մահկանացուի է, այլ մեր զորակլուխը
Վարդան Մամիկոնյան պիտի հայտարարե, պիտի տեսնենք սիրելներ, ըսա Վարդան Մամիկոնյանը, մեր զորակլուխը Հիսուս Քրիստոս ինքն է։ Հետևաբար մենք սիրելներ Հիսուսի զինվորներն ենք։ Իսկ զինվորի բարդականությունը ինչ է։ Դունը նստիլ, ոտքերը երկնցնել, հանգիստ, անհոգ կյանքով ապրիլ, հաշիվ չնել, որ թշնամի գա, պատրաստ չլալ զենքերը կործածելու, այս է չէ զինվորին բարդականությունը։ Այդպիսի զինվորի գարիք չունի Հիսուս։ Զինվորը սիրելիներ ինչի համար է։ Պատերազմելու համար է։ Զինվորը սակայն պատերազմելու համար նախ ինչ պետք է։ Պետք է հետևի զորակլուխին, պետք է հետևի զորավարին, անոր խոսքերուն, անոր ռանքին, պետք է մարզվի։ Եվ սիրելիներ, մեր պատերազմի զենքերը գսե Պողոս Արաքյալ, ոչ թե մարդը սպանելու համար են, այլ մեր պատերազմի զենքերը հոգևոր զենքեր են, չարին թեմ, որտեղ մեր պատերազմը Եփեսացիներու 6-րդ գլխու մեջ գսե Պողոս Արաքյալ, ոչ թե մարդոց թեմ է, այլ այս աշխարհի չար իշխանին, երկնքի եւ երկրի միջև գտնվող չար ուժերուն, դերություներուն թեմ։ Անոր համար եղբայրներ եւ քույրեր Գխնդրեմ, իրարու թե մի պատերազմիկ, իրար մի ծավցնեք, իրար մի ադեք, իրար մի նեղացնեք, պատերազմեցեք սիրելիներ, ծեր մեջ փույն թրած մեղքին թեմ, պատերազմինք սիրելիներ, խավարին թեմ, որբեսի լուսավորվինք, որտև ինչպես Քրիստոս լույս է, Հիսուս մեզիսավ, թուգեք այս երկրի լույսը, եւ որ Քրիստոսի մոտենանք լույսի որդիներ գլանք եւ Քրիստոսի հետևելով Քրիստոսի զինվոր գտարնանք։ Սիրելիներ, ամեն անգամ ասած եմ, երջանկա ողորմած հայրիկս դարի առաջ որ ողորմած եղավ, ամեն անգամ եւ որ գարցնեի, բաբա, ով սիրեց առաջ, թու մաման սիրեցիր նախ, թե ոչ մաման քեզ սիրեց։ Բաբա սկսեր դղաս, գիտես մամատ որքան ետևես ինգա որ ես առնեմ։ Մամայիս աչքերը այսպես կբացվեն, գսեն, դղաս չհավատաս։ Բաբատ ինչ նամակներ գրած է ինձի, որ միայն իրեն երթամ, ինձի 60 դղամարտիկ ուզեցին, բայց ես աս բաբայիդ ընտրեցի։ Եվ այս պատերազմի մեջ ես կտեսնեի սիրելներ, անշուշտ խորունկ սերը, բայց եթե սիրելներ Հիսուսին հարցնենք, ով ավելի առաջ սիրեց, ես կես թե ոչ տուն ինձի, Հիսուս առանց այլև այլի, գսե, ես կես սիրեցի, և գիտեք սիրելներ, Հովանու ավետարանի 3-րդ գլխու 16-րդ համարը, որ գսե, Աստված այնքան սիրեց մեզ, աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդին ինչ հրավ, դվավ, ինչ կնշանակե դալ, դալ կնշանակե ընձայել, նվիրել, որբեսի ով որ հավատա անոր չգործվի, այո զոհաբերել, եւ դեսեք սիրելներ այս զոհաբերության մասին, առաջին Հովանու նամակի մեջ 4-րդ գլխու 9 եւ 10 համարները պիտի ընթերցեմ ձեզի, այս համարները միշտ ձեր մտքի մեջ ունեցեք, գսե, Աստուծո սերը հետևյալ ձևով մեզի հայտնվեցավ, Աստված իր միածին որդին ղրգեց աշխարհ, որբեսի անով կյանք ունենանք։ Հիմա 10-րդ համարը լսեցեք։ Այս է ահա ճշմարիտ սերը։ Ոչ թե մենք սիրեցինք Աստված, այլ Աստված ինք սիրեց մեզ եւ իր որդին ղրգեց մեր մեղքերը կավող իբրև զոհ։ Ահա սիրելներ Աստուծո սերը։ Ահա Աստուծո անհուն սերը մեր նկատմամբ, երբ որ մենք սիրելներ թերքոյություն ունեցած չէինք, երբ որ մարդկությունը մեղքերու մեջ էր, ոճրագործություն, բորոնգություն, շնություն, քողություն, սպանություն, գախարտություն, անեծք, վիժում, ամեն տեսակ մեղքեր, Աստված սիրեց մեզ։ Մենք արժանի ենք սիրույն Աստուծո, ոչ, բայց Աստված սիրեց մեզ։ Աստուծո սերը սիրելիներ, Աստուծո սերը սիրելիներ անպայմանական է, առանց պայմանի է, անպայմանավոր սեր է։ Մարդիկ հաճախ իրար կսիրեն պայմաններով,
Նույնիսկ այսօր ճշմարտաբար ընտանեկան կյանքերու մեջը կտեսնվի, որ դեր եւ դեգին իրարու գսին պայմանով, կամ զավակ ու հայր, կամ զավակ ու մայր իրար գսին պայմաններով։ Բայց Աստուծո սերը մեր նկատմամբ անպայմանավոր սեր է։ Եվ եթե սիրեց Աստված մեզ այն ադեն, երբ որ մենք սիրվելիք չէինք, հիմա որ Քրիստոսի զավակ ենք, որքան ավելի կսիրե մեզ Աստված։ Ճիշտ է։ Եկեք միասին Հռոմայեցիներու 8-րդ գլխու 35-ին 39 համարները գարտանք։ Ով գրնա ուրեմն մեզ բաժնել Քրիստոսի սերեն։ Ով գրնա։ Նեղությունը, անցկությունը, հալածանքը, սովը, մերգությունը, վտանգը, կամ սուրը, ինչպես Սամոսներու մեջ գրված է, քեզի համար մարդիկ մեզ գսպանեն ամեն օր, ոչխարի պես սպանտանոց կդանին, բայց այս բոլորեն շատ ավելի հաղթական դուրս կուքանք, շնորհիվ անոր, որ մեզ սիրեց, որովհետև համոզված եմ, ամենքս կարտանք ասիգա, միասին բարձր, որովհետև համոզված եմ, որ ոչ մահը եւ ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ չար ոգիներու իշխանությունները, ոչ ներկան եւ ոչ քալիքը, ոչ ալ ովևէ զորություն, ոչ վերին եւ ոչ ալ ներքին աշխարհները, կամ ոչ ալ ուրիշ ստեղծագործությունը գրնա մեզ բաժնել Աստուծո սերեն, որ մենք ջանցանք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ամեն։ Սիրելիներ, Բողոս Արաքյալի նման մենք այսպիսի հզոր սեր պետք է ունենանք Աստծո նկատմամբ, որ մեզ ոչ մեկ բան պետք է Աստուծո սերեն բաժնե, ոչ մեկ բան, նույնիսկ եթե հայրդ կորսնցնես, մայրդ կորսնցնես, զավակդ կորսնցնես, եղբայրդ, քույրդ, հարազատդ, հայրենիքդ, եկեղեցիդ, Աստված մի արասե, բայց նույնիսկ եթե ամեն ինչ կորսնցնես, սովի մատնվիս, սուրի մատնվիս, հալածվիս, նեղության մատնվիս, աղքատության մատնվիս, անդուն թարնաս, դեղմը չունենաս, մարդիկ երեսի թքեն, անարքեն, անիծեն, ինչ կուզեն ընեն, Աստուծո հանդեպ մեր ունեցած սերեն պետք չէ բաժնվենք։ Ինչ ալ բադահի աշխարհի մեջ։ Ոչ հրեշտակները պիտի կարողանան մեզ Աստուծո բաժնել, ոչ շար ոգիները, ոչ այս աշխարհը, ոչ ալ քալիք աշխարհներ, ոչ մեկ բան։ Եթե սիրելներ այսպիսի խորունկ սեր ունենանք, այն ադեն սիրելներ հավատացեք, որ լերներ կշարժենք մեր հավատքով։ Այս է որ կբացի մեր մեջ։ Միշտ կսենք այո գվստահիմ Աստուծո, այո գհավատամ Աստուծո, բայց երբ որ փայծ կտնենք, սիրելներ ամբողջ սերը կքանթվի։ Երբ որ սիրելներ այո գսենք գվստահենք, բայց բզիկ նեղության մեջ գլքենք Աստված։ Փայծ կսենք, փայծ չգա։ Եվ մի ասեք որ խեղդվող մարդը օծինալ կփաթվի, մի փաթվիկ օծին։ Աստուծո վստահեցեք, նույնիսկ մահվան շուկի ծորի մեջ ենալ բդդիկ, մի վախնակ, որովհետև ինք հավատարիմ է իր խոստումին, Հիսուս Աստուծո բոլոր խոստումներուն այոն եւ ամենն է, ինք անթավաջան սեր ունի մեր նկատմամբ, մենք է որ հաճախ կթավաջանենք իրեն, Գաղաչեմ ցեզ եղբայրներ եւ քույրեր, այս խորունկ սերը ունեցեք, խորունկ սերը Աստծո նկատմամբ։ Որոշում արեք, որ կյանքի մեջ ինչալ բադահի, ինչալ պիտի չբաժնվիք Աստծո սերեն, պիտի չմոռնաք այդ սերը, պիտի չմոռնաք ամուր սեր պիտի ունենաք Տիրոջ նկատմամբ, անկարգելի սեր, որ մահն անգամ չի կրնար այդ սերեն ցեզ բաժնել, որտև ով որ խորունկ սեր ունի Տիրոջ նկատմամբ սիրելներ, եւ որ մահը գուքա, ինքը դարձյալ Տիրոջ միացած կլա։ Հիսուս միայն ամեն բան է, ալֆան եւ օմեգան է, առաջինը
եւ վերջինը իմ կյանքիս մեջ։ Ամեն մեկը հարց թող դա իր կյանքին առաջինն է Հիսուսը եւ վերջինն է Հիսուսը։ Թե ոչ սիրելիներ, ասիկա ուրիշն է, ուրիշը գա առաջինը։ Հիսուսը ասավ, ով որ իր հայրը, իր մայրը, իր եղբայրները, իր զավակները, իր գինը ինձ մե ավելի կսիրե, ինձի արժանի չէ։ Հետևաբար սիրելիներ, այս պիտի լա գարկը նախ Աստված, նախ Սուրբ Երրորդությունը, նախ հետո ծեր ընտանիքը, հետո ծեր գինը, հետո ծեր ամուսինը, հետո ծեր զավակները։ Եվ ծեր զավակներունա պիտի սորվեցնեք զավակներս։ Նախ Հիսուս բաբան, հետո ես, հետո զիս սիրե, նախ Հիսուս հայրիկը սիրե, հետո սիրելներ հայրենիքը, հետո մնացյալները, բայց նախ Աստված, որտև եթե քերակույն զորության արարիչին անտեպ սեր չունենք, մյուսներու նկատմամբ մեր սերը դգար է։ Երկենք միասին։ Հիսուս միայն ամեն բան է, ալֆան եւ օմեգան է, առաջինը ու վերջինը իմ կյանքիս մեջ, փոթորիկները երբ գուքամ, զիսանելու Կապարագան, զորավոր պազուկներուն մեջ գանդ կրգեզիս, ուստի գերկեմ ես ամեն օր, իրանունին հավատալով, երբ բոլոր մեկերսներեց, ամեն բանեզիս ազատեց, ինքն է միայն յոթը խոսքիս, անուշությունը իմ կյանքիս, Հիսուս միայն ինձի համար ամեն բան է, այս կյանքին մեջ շատեր գուքան, առանց հավատքի կմնան, հավիտենական պատիժին գարժանանան, Հիսուս ասոր համար եկավ, խաչապայտին վրա մերան, որ ամեն ով որ հավատա փրկվի, ուստի անոր տուն վստահ է, մեղքեր բոլոր խոստովանել, հույսդ միայն Հիսուսեր է, ներջամփայեն մտիր կալել, ինքն է միայն յոթը խոսքիս, անուշությունը իմ կյանքիս, Հիսուս միայն ինձի համար ամեն բան է, Հիսուս միայն, Հիսուս միայն, Հիսուս միայն։ Սիրելիներ, այս հավատքը մեզի մեր հայրերեն գուքա։ Չգարձեք, որ այսօր է, որ մենք այս հավատք ունեցանք։ Այս հավատքը սիրելիներ մեր հայրերը մեզի գդագեցին, Հիսուսի հանդեպ սեր։ Այսօր գուզեմ ցեզի վարտանանց շարժումի մասին խոսիլ, քանի որ այսօր Ղևոնդյանց կանայից տոնն է եւ երկորեն միշտ հիշեցեք փում բարեգենտանեն առաջ 3 շաբթի օր կանայից տոնն է
Սրբոց Ղևոնդյանց եւ 5 շաբթի օրը Սրբոց Վարդանանց։ Ինչու համար գտոնենք այս տոնը։ Ինչու ովքեր էին այս սուրբերը։ Ովքեր էին այս մարտիկը, որոնք սուրբ չէին, բայց ովքեր էին եւ սրբացան։ Բարսիկներու Հազգերտ երկրորդ թագավորը, երբ քահ բարձրացավ, ուզեց սիրելներ Հայաստանը իր իշխանության դակ առնել։ Հայաստան 301 թվականին քրիստոնեությունը ընդունած էր որպես պետական գրոն։ Եվ մեզմե ետք 325-ին էր, որ Հռոմը պետական գրոն ընդունեց քրիստոնեությունը։ Հայաստանը սիրելներ քրիստոնյա երկիր էր 451-ին։ Հետևաբար բարսիկները գիտեին, որ հայերը բյուզանդացիներուն կողմն են, ինչու, որտեղ անոնք ալ քրիստոնյա էին։ Այո, բյուզանդացիները սիրելիներ քրիստոնյա էին, բայց ինչպես այսօր կտեսնենք, չի նշանակե, որ քրիստոնյա երկիրը ուրիշ քրիստոնյա երկրի գոքն է դժբախտաբար։ Վգան 2020 թվականին, երբ որ պատերազմ եղավ, որ քրիստոնյա երկիրը մեզ օգնեց։ Ռուսաստանը, Ամերիկան, Ֆրանսան, Վրաստանը, ով օգնեց մեզի։ Բայց տեսեք սիրելիներ, ազերիներուն իրենց գրոնքի դեր թուրքերը օգնեցին, աֆղանները օգնեցին, ուրիշները օգնեցին։ Հրյաները, որ իրենց գրոնքեն չէին, իրենց օգնեցին։ Մենք առանցին մնացինք։ Եվ այդ ժամանակալ մենք առանցին մնացինք, իսկապես առանցին մնացինք։ Հազգերդը, ինչ հրավ սիրելներ, իր կով հրավիրեց, դիզբոն հրավիրեց հայ նախարարները։ Հայ նախարարներն ալ ելան ըսին, որ երտանք, խոսակցին կանորեն, հասկնանք, հասկացվինք, որ մեզ ազատ թող մեր գրոնքի մեջ, բայց մենք մեր գլուխը քեզի խոնարեցնենք, որպես մեր թագավորը, բայց մեզ ազատ թող։ Եվ որ նախարարները, հայ նախարարները կացին սիրելներ, այնտեղ Հազգերդը մեկ բահանջ դրավ անոնց։ Պիտի ուրանաք ձեր քրիստոնեությունը։ Եվ մաստեզական գրոնքը պիտի ընդունի, գրագաբաշխությունը։ Ետ պիտի վերադառնաք ձեր անցյալի գրոնին։ Սիրելիներ, 150 տարի էր, որ հայերը քրիստոնյա էին, անշուշտ չեմ աշվեր Թաթիոս եւ Պարտոմեոս առաքյալներեն ցանված հունդերը Քրիստոսի առաքյալները որ ցանեցին Հայաստանի մեջ, բայց որպես pedagogan գրոնք 150 տարի էր արդեն քրիստոնեությունը հաստատված էր, բայց դեսեք որ որքան հզոր արմատներն է դա ձեր, որ սպարաբետները, զորավարները ոչ կսեն։ Հազգերդ ինչ կնե իրենց։ Փանդ գնեդե։ Գսե։ Մինչև որ չուրանակ, այս պանդեն չեք ազատիր։ Եվ անոնց կխոստանա, եթե ուրանակ ձեր գրոնը, ցեզի մեծ բաշտոններ գուդամ, ցեզ գխնամեմ, գխնայեմ։ Պանդին մեջ նախարարները սիրելիներ գփորձեն իրենց սպարաբեդին Վարդան Մամիկոնյանին համոզել, որ քրիստոնեությունը ար երես ուրանա իբրև թե ուրացավ, բայց Վարդան Մամիկոնյան անգարելի էր, գսեր ես չեմ ուրանալ Քրիստոսս, գիտեք ինչու, որտեղ Վարդան Մամիկոնյան գրոնական մեծ տասերագությունը ստացած էր, գիտեք ով էր քաչ Վարդանին մեծ հայրիկը, Սուրբ Սահակ Բարտև Գաթողիկոսը, Սուրբ Սահակ Բարտև հայրաբեդին թորնիկն էր Վարդան Մամիկոնյանը, անոր աղջկան Սուրբ Սահակ Բարտև հայրաբեդը մեկ աղջիկ ուներ, Սահականուշը, անոր աղջկան զավակն էր Վարդան Մամիկոնյանը, իր մեծ հայրիկեն հավատքը ստացած էր, եւ ադորամալ շատ դժվար գլա Վարդան Մամիկոնյանին, որ նույնիսկ արիերես իբրև թե գուրանա Քրիստոսը, բայց Եվ որ գլսեմ, որ բարսիկ մոքերը, բարսիկներու գրագաբաշտ գրոնավորները Հայաստան գուղվին պանագով, որբեսի Հայաստանը
ամբողջությամբ եկեղեցիները կանտեն եւ գրագաբաշտություն տարածեն, ըստիպված Վարդան Մամիկոնյանը մյուս նախարարներուն հետ գհամացայնի եւ գսե Հազգերդին ուրացանք մեր քրիստոնեությունը, բայց նորեն գսեն իբրև թե արիերես սուդի եւ այսպես կսեն բարձաբես որբեսի անգամ դուրս կամ փանդեն հայրենիք վերադառնան եւ ատկե վերջը իրենց գործը կատարեն երբ որ գուրանան իրենց հավատքի ուրացման լուրը ուր կհասնի հայրենիք կհասնի որ սպարաբետ Վարդան Մամիկոնյանը եւ մյուս նախարարները քրիստոնեությունը ուրացած են այդ ժամանակ ոտքի գելեն ովքեր գրոնավորները Հովսեփ Գաթողիկոս Հողոցմեցին Ռշտունյաց եպիսկոպոսը Մուշե Քահանան Ղևոնդ երեցը սիրելներ Սահակ Բարտևի աշակերտ եղած էր եւ ամենեն մեծն էր այս խումբին ինքը ժողովուրդը ոտքի կհանե ըսելու համար որ գամ գմերնինք Հիսուսին համար եւ գամ մեր հայրենիքը գազդակրենք հետեւաբար ամբողջ ժողովուրդը ոտքի գելե գին երեխա ձեր երդասարդ ամենքը եւ երբ նախարարները Հազգերդ թագավորին գողմե փանակը ստացած Հայաստան գուքան իբրև թե քրիստոնեությունը ամբողջությամբ գործանելու համար իրենց դիմաց կլեսնեն ոտքի ելած գրոնավորները եւ ժողովուրդը եւ նախարարները հայ նախարարները գուրախանան եւ անմիջապես ժողովրդին կհայտնեն որ իրենք չեն ուրացած Քրիստոսը այլ արիերես ուրացած են հետեւաբար իրենք գլուխ կանցնին եւ գսպանեն քուրմերը գսպանեն բարսիկներու փանակները եւ նամակ մը գկրեն Հազգերդին այս բոլորի մասին սիրելներ բատմված է մեզի գրված է գիտեք որու կողմե Եղիշե Բատմիչին կողմե Եղիշե Վարդապետը ինքը գրած է այս բոլորի մասին ագանադեսի վկայությամբ եկեք հիմա միասնապար գարտանք հատվածը որ հայերը ինչ պատասխանեցին Հազգերդ թագավորին դեսեք անոնց հավատքը ինչ որ գարտացին Բողոս Արաքյալի Հռոմայացիների 8-րդ գլուխեն հիմա սիրելներ նույն հոգիով իրենք կպատասխանեն դեսեք ինչ կսե այս հավատքեն մեզ ոչ ոք կրնախախտել ոչ հրեշտակները եւ ոչ մարդիկ ոչ սուրը եւ ոչ հուրը ոչ ճուրը եւ ոչ ալ ովևէ ուրիշ թարն հարված մեր ամբողջ քույքն ու ստացվածքը քու ցերկդ են եւ մեր մարմինները քու արջևդ են քու գամքիդ համացայները ինչ որ գուզես եթե այս հավատքին մեջ մեզ թողուս մեր քրիստոնեական հավատքին մեջ ոչ երկրի վրա ուրիշ դեր կընդունենք ու փոխարենդ եւ ոչ ալ երկնքի մեջ ուրիշ աստված կընդունենք Հիսուս Քրիստոսի փոխարեն որ մեզ ատ ուրիշ աստված չգա իսկ եթե այս մեծ վկայութենեն ետք ուրիշ բան կբանչես ահա վասիկ պատրաստ ենք քու կողմե դանչանք իսկ մեր կողմեն հանցնառություն քու սուրդ եւ մեր բարանոցները մեր վիզերը մենք ոչինչով ավելի լավ ենք մեր նախնիներեն որոնք այս հավատքին համար թրին իրենց քույքն ու ստացվածքը եւ մարմինները մեր հավատքին ուխտը ոչ թե մարդու հետ է որ երեխայի նման խապվինք հապա Աստուծո հետ է անլուծելի գերբով որ անհնար է կանթել ոչ հիմա եւ ոչ հետո ոչ հավիդյան եւ ոչ ալ հավիդյանս հավիդենից գտեսնեք սիրելներ ինչ հավատք ինչ զորություն գսեն մեր ստացվածքը քեզի մեր մարմինները քեզի եթե դու ընդունիս քեզ մեզատ երկրի վրա ուրիշ թակավոր չեն ճանչտալ բայց երկնքին մեջ Հիսուս Քրիստոսեն զատ ուրիշ թակավոր չեն ճաշտալ, որտեղ ան է միակ Աստվածը։ Այսինքն մեկ խոսքով գսեն Հազգերդին քու բաշտած
գրագդ, չաստվածներդ ոչնչություն են, ճշմարիտ Աստված երկնքի մեջ է։ Եթե այս խոսքեն վերջ, այս վկայութենեն վերջ, դագավին համարիս, քու սուրդ մեր բարանոցը, գդրե մեր գլուխը, բայց չես կրնար մեզի պամնել։ Եվ սիրելներ, այս խոսքը գիշեցնե մեզի Տեր Հիսուսի սուրբ խոսքը, որը սավ Մատթեոսի ավետարանի 10-րդ գլխու 28-րդ համարի մեջ։ Մի վախնակ անոնցմե, որոնք մարմինը կսպանեն եւ սակայն հոգին չեն գրնար սպանել, բայց դուք վախցեք մանավանդ անգե, որ գրնա թե հոգին եւ թե մարմինը գորուստի մատնել դժողքին մեջ։ Սիրելիներ, երբ որ այս նամակը գրեցին Հազգերդին եւ նամակը գարտած Հազգերդը խելակարեցավ, ըսավ որ դուք ինձ այդպիսի նամակը գրեք, ես ցեզի ցույց կտամ։ Եվ հսկա խումբ գազմած Հազգերդ հայոց վրա թիմեց։ Ուր բادرազմը դեղի ունեցավ ավարայրի տաշտի մեջ, դղմուտ կեդի եզերքին։ Բادرազմը մեկ գիշեր առաջ սուրբ բادرակ մատուցվեցավ Փացոթիա։ Ղևոնտ երեց բادرակ գրավ։ Սուրբ հաղորդությունը ստացան բոլոր հայ զինվորները։ Եվ այդ ժամանակ Վարդան Մամիկոնյան ջարմը խոսեցավ։ Եկեք նախքան ջարը ընթերցելը Սուրբ Ղևոնտյանց նվիրված այս շարականը երկենք եւ ապա սիրելներ Վարդան Մամիկոնյանի ջարը ընթերցենք։ Հավատքի ջար է, հզոր ջար է։ Արեքագն արտարության ի Հայաստան զակյալ, ով է արտարության արեքագը Քրիստոս, Հայաստան աշխարհի մեջ զակեցավ, բայց զարացուցեր Սուրբ եկեղեցին, ով Քրիստոսում բայց զարացուցիր Սուրբ եկեղեցին, հեղմամբ արյան սրբոց, Սուրբերուն արյան հեղումովը, մախտանոք սոցանոց մախտանքովը խնայե մեզի, ով բարգեւադու բարիկներու եւ ողորմե քո առածներուդ։ Հետևեցեք ինձ այս շարականի եկեցողության համար։ Ցայնը Հարեքագն արտարության ի Հայաստան զակյալ, բայց զարացուցեր Սուրբ եկեղեցի, հեղմամբ արյան սրբոց, մախտանոք սոցախնայայի մեզ, բարգեւադու բարյաց եւ ողորմյա քո արարածոց, բանձալի սուրբ զավագոք, հովիվ կնզվարտոնք, ռով հոգվոյն շիչուցին ըսպոց, ըսգրագաբաշտ բարսից, մախտանոք սոցախնայայի մեզ, բարգեւադու բարյաց եւ ողորմյա քո արարածոց, Բարթևագամ դեսանողին հարաճագույն աստեցոթյամ, զավադով որդի սրբույն Գրիգորի, բսագազարդեսյալ, մախտանոք սոցախնայայի մեզ, բարգեւադու բարյաց եւ ողորմյա քո արարածոց։ Այս սուրբերուն աղոթքով թող Տերը խնայե սիրելիներ այսօր մեր ազգին, մեր հայրենիքին, մեր պետականության, մեր եկեղեցու եւ ամբողջ աշխարհին։ Դեսեք Վարդան Մամիկոնյանը ինչ ջար խոսեցավ իր զորականներուն։ Եկեք 5-րդ տար փոխադրվենք։ Ձեր այսպես բատկերացումով եկեք երտանք եւ գանքնենք ավարայրի տաշտի մեջ։ Բահը որքան հուզական է սիրելիներ, մահու գենաց հարց, բարսիկներու հսկա փանագը եւ մեր սիրելիներ քիչ փանագը, սակայն բادرակ կլա, սուրբ հաղորդություն կստանան զինվորները եւ քաչ Վարդան Մամիկոնյան գխոսի սիրելիներ ինչ ջար։
Մանավանդ որ թշպախտապար նախարարներեն մեկը գտավաջանե եւ գանցնի բարսիկներուն գողմը ով էր անիգա վասակսունին եւ դեսեք ինչ կծե քաչ Վարդան Մամիկոնյան իր զորավարներուն շատ բادرազներ մղածեմ եւ դուգալ ինձի հետ դեր գար որ քաչապար հաղթեցինք տշնամիներուն դեղալ գար որ անոնք հաղթեցին մեզի բայց ավելի շատ նայն է որ հաղթական դուրս եկած ենք եւ ոչ թե հաղթված բայց այդ բոլորը մարմնավոր բարձանք էր որովհետև անցավոր թակավորի հրամանով գմարդնչեինք ով որ գփախչեր վադանուն գաներ աշխարի մեջ եւ ամբողջ ժողովրդին մոտ եւ անողոր մահ գնտուներ անոնց մե իսկ ով որ քաչությամբ առաջ կինար քաչ անուն գժարանքեր ու մեծամեծ բարգևներ կստանար անցավոր եւ մագանացու թակավորեն եւ մեզ մե ամեն մեկսալ ահավասիկ շատ վերքեր ու սպիներ ունենք մեր մարմիներուն վրա եւ ուրիշ շատ քաչություններ ալ եղած են որոնց համար եւ մեծամեծ բարգևները ստացվեր են անարք ու անօգուտ կհամարեմ այդ քաչությունները եւ ոչինչ բաներ այդ բազմատիվ բարգևները որովհետեւ բոլորն ալ ոչնչանալու դադարված են իսկ արդ եթե մահկանացու հրամանատարի համար այդպիսի քաչ կորձեր կգադարեինք որքան ավելի եւս պետք է գադարենք մեր անմահ թակավորին համար որ դերն է ողջերուն եւ մերածներուն եւ բոլոր մարդիկը պիտի տադե իրենց կորձերուն համացայն չէ որ եթե խիստ շատ ապրելով ձերանանք միևնույն է այս մարմինեն պետք է բաժնվենք որբեսի մտնենք գենթանի աստուծո մոտ որ մե այլևս պիտի չբաժնվենք արդ գաղաչեմ ցեզի ով իմ քաչ նիզակագիցներս մանավանդ որ ցեզ մեզ շատերը քաչությամբ ինձ մե ավելի վերեք եւ հայրենական քահի բադիվով ավելի բարձր բայց երբ ծեր հոժար գամքով զիս կարկեցիք ցեզի առաջնորդ ու զորակլուխ թող իմ խոսքերս ախորժալուր եւ փախծալի թվին մեծերուտ ու փոքրերուտ ագանչներուն չեր գնչիկ եւ չվախնակ հետանոսներու բազմութենեն եւ ոչ ալ մահկանացու մարդու ահրելի սուրիթեմ թիգունքներս դարձնենք որբեսի եթե դերը հաղթությունը մեր ցերկը դա ոչնչացնենք անոն զորությունը որբեսի բարձրանա ճշմարտության կողմը իսկ եթե հասած է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս բادرազմի ընթացքին մահը ընդունենք ուրախ սրտով միայն թե արիության ու քաչության մեջ վախկոդություն չխառնենք մանավանդ ես չեմ մորցած եւ գիշեմ թե ինչպես ես եւ ցեզմե ոմանք այն ժամանակ անորեն իշխանին բաճարով խապվեցանք մոլորեցանք ամբիդան մանուկ դղայիմը նման երբ անոր երեսեն իր ամբարիշտ գամքը գադարեցինք այսին ուրացան Քրիստոսը արերես բայց դերը ինք վգայ է մեզի թե ձաձուկ մտադրություններով ինչպես անբաժան մնացած ենք իր մե այո Թուգալ գիտեք որ հնարներ կփնտրեինք ազատելու մեր սիրելիները որոնք մեծ նեղություն կգրեին մեծ դժվարություններու մեջ էին որբեսի անոնց հետ միասին մարտի մեջ մտնելով գրվեինք անորեն իշխանին թեմ հայրենի աստվածադուր օրենքներուն համար եւ երբ անոնց չկարողացանք ովևէ գերբով օգնել թող անհնարը լավ որ մարմնավոր սիրո համար աստուծո պատկանածը մարդոց հետ փոխանակենք իսկ արդ երկու կամ երեք գրիբներու մեջ դերը ինք մեծ զորությամբ մեզի օգնեց այնպես որ քաչության անունը ժառանգեցինք եւ արքունի զորքը չարաչար հալածեցինք մոքերնալ անողոն գերբով գոդորեցինք եւ գրաբաշտության բղձությունը քանի մը դեղերեն սրբեցինք մակրեցինք թակավորի անորեն հրամանը չնչեցինք ոչնչացուցինք ձովու խռովությունը իջեցուցինք լեռնացած ալիքները թաշտացան բարձրատես պրպուրը սպարեցավ կազանացած զայրույթը ի վերջո թատրեցավ ան որ ամբերու վրայեն գորոդար ընջված իր սովորական բնութենեն ալ վարիչավ մեզ հետ խոսելով խոսքը հազգեր թակավորի մասին է ան որ խոսքով ու հրամանով գուզեր իր չարությունը գադարեր Սուրբ եկեղեցվով վերապերյալ այժմ աղեղով նիզակով ու սրով կգրվի
Ան որ գկարձեր թե մենք քրիստոնեությունը հակած ենք որպես ըսկեստ, ավասիկ հիմա մեզ չի գրնար փոխել, ինչպես մարմնի քույնը գարերի չէ փոխել, գուցե այլևս չկարողանալ փոխել մինչև վերջ։ Քանի որ քրիստոնեության հավատքին հիմերը տրված են անշարժ վեմի վրա, ոչ թե երկրի վրա, այլ վերը երկնքի մեջ, որ ոչ անձրև գդեղա, ոչ կամիներ գփչե եւ ոչ ալ հեղեղներ դեղի գունենան։ Եվ մենք ալ թեպետ մարմինով երկրի վրա ենք, բայց հավատքով երկնքի մեջ հաստատված ենք, ուր ոչ ոք կրնա հաստիլ Քրիստոսի անսերակորդ շինվածքին։ Մեր անխախտելի զորակլուխին վրա հաստատ մնացեք, որ երբեք չի մոռնար ձեր քաչակորձությունները։ Ով քաչեր, մեզի համար մեծ շնորհք է ասիգա, որ Աստված գադարեց մեր բնության միջոցով, որու մեջ մեծապես կհայտնվի Աստուծո զորությունը։ Քանի որ ուրիշները գոդորելով, բարդության մատնելով աստվածային օրենքներու համար մեզի բարձանք ժառանգեցինք, եւ մեր ժողովրդին քաչ անունը եկեղեցին թողուցինք, եւ վարձկի ակնկալությունը դիրոճմե լալը ընդունեցինք, ինչ որ բահված է մեզ ամեն մեկուն համար իր սրդի հոժարության, գամավորության եւ գադարած գործերուն ամեմատ, որքան ավելի եւս, եթե մենք մեռնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր վկայության համար, որ նույնիսկ երկնավոր հրեշտակները կցանգան, եթե կարելի է լար։ Եվ քանի որ այս բարգևները բոլորին չի պատշաճիր, այլ անոնց, որոնց համար պատրաստած է դերը, եւ մեզիալ բադայեցավ ոչ թե մեր արդար գործերուն համար, այլ աննախանց բարգևադուին կողմե, ինչպես որ գսե Սուրբ Գդագարանի խոսքը, թե ուր որ մեղքը շատացավ, այնտեղ Աստուծո շնորհքը ավելի արադացավ։ Եվ շատ հարմար գտվի այս պատկամը մեզի, ինչպես որ մեծ մասամբ ամպարիշտ երևցանք մարդոց, գրգնաբադիկ չափով արդարացած եւ իրավացի գերևինք մարդոց եւ հրեշտակներուն եւ բոլորին հորը, քանի որ այն օրը երբ մարդիկ լսեցին մեր ամպարիշտ անօրեն գործը, շատ արցում տապեցավ Սուրբ եկեղեցի մեջ եւ ավելի շատ մեր սիրելներուն մեջ, մինչև իսկ մեր ընկերները զայրացած սուրով գսպարնային մեզի եւ գուզեին թարը մահով բաժել մեզ եւ մեր ծառաները խրճած կփախչեին մեզ մե։ Հերավոր մարդիկ ալ, որոնք լսած էին մեր քրիստոնեական անունը, դեղյակ չլալով մեր մտադրություններուն, գողփային եւ անդադար գսկային մեզի համար եւ անկիդությամբ շատ անարգական ու նվաստացուցիչ բաներ գխոսեին մեր մասին։ Եվ ինչ որ ամենեն կարևորն ու մեծն է, ասեմ, որ ոչ միայն մարդիկ երկրի վրա, այլև հրեշտակները երկնքի մեջ իրենց երեսները դարձուցին մեզ մե, որբեսի դխուր թեմքով չնային մեզի եւ չզգացնեն իրենց տրտմությունը։ Ահա հիմա եկած հասած է ժամանակը, որ ամեն գեղձ գոչված բան հերացնենք մեզ մե։ Այն ժամանակ իբրև վշտալից սկավորմը հոգիով ու մարմինով դրտմած էինք, իսկ այսօր թե հոգիով, եթե մարմնով զվարթացած ու սկաստացած, ընդհանրապես խելամիտ դարձած ենք, քանի որ բարերար դերը կտեսնենք որպես առաջնորդ մեզի, մեր զորավարը մարդ չէ, այլ բոլոր մարտիրոսներու զորակլուխը, վախը թերահավատության նշան է։ Թերահավատությունը մենք հին ժամանակներեն մերժած, հերացուցած ենք մեզ մե, ուստի անոր հետ թող վախնալ փախչի մեր միտքերեն եւ խորհուրդներեն։ Եվ վարտանանց լոզունքը ինչ էր սիրելներ, մահ իմացյալ, մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ անմահություն է։ Չիմացված մահը մահ է, իմացված մահը անմահություն է։ Ահա սիրելներ, այս գիտակցությամբ է, որ իրենք ջամփայել են։ Իմացյալ մահվամբ եւ սիրելի ժողովուրդ, չմոռնաք թվականը 451 մայիս 26-ին էր, որ դեղ ունեցավ Վարդանանց պատերազմը։ 451 ցեզի բամը գիշեցնի այս թվականը։ 451-ը սիրելներ Քաղգետոնի ժողովի ընթացքին եկեղեցիները իրարու հետ կվիճապանեին Քրիստոսի բնության համար եւ եկեղեցիները իրար մեկը բաժնվեին։ Իսկ մենք հայ ժողովուրդս հավատքի պատերազմ կմղեինք։ Տեսեք սիրելիներ, առաջին ըլալ կնշանակե
մարդիրոսության քիծին վրա լան։ Մենք որ գսենք, մենք առաջին ասկն ենք, որ քրիստոնեությունը ընդունած ենք, բայց տեսեք մեր ամբողջ բացությունը մարդիրոսակրություն է։ Եվ միսեք որ ինչու դեր, ինչու մեր ազգը, որտեղ մենք սիրելներ Աստուծո գոմե ընդրվեցանք առաջինը լալու բոլոր ազգերու մեջ են քրիստոնեություն ընդունելու։ Հետևաբար Հիսուս սավ, ով որ գուզե ինձի հետևիլ, թող իր խաչը առնե եւ հետևես կա։ Ահա ադորամար սիրելներ, միայն մեր ժողովուրդն է, որ ինչը ստեղծած է, խաչքար։ Ինչու՞, որովհետև խաչը սիրելներ մեր ամենօրյա կյանք եղած է։ Եվ մինչև այսօր մենք խաչվենք, եւ մինչև վերջ պիտի խաչվենք։ Բայց մեր մարտիրոսներու արյունով սիրելներ, մեր հայրենիքն է, որ կբահվի, մեր ժողովուրդն է, որ կզորանա։ Եկեք երկենք Վարդանանց նվիրված շարականը, Սուրբ Ներսե Շնորհալի Հայրաբեդը գրած է, նորահրաշ բսակավոր։ Սիրելներ, բազմաթիվ անուններ 1036 հոգիներ նահատակվեցան, որովհետև երբ որ պատերազմ եղավ, ամեն մեկին դիմաց, ամեն մեկ ներողություն, ամեն մեկ հայ զինվոր 10 բարսիկի դիմաց էր, եւ բազմաթիվ բարսիկներ 66000 բարսիկ սիրելներ պատերազմի մեջ զոհվեցան, իսկ հայեր 1036 հոգի նահատակվեցան, որոնց մեջ նաև Վարդան Մամիկոնյանը։ Երկենք նորահրաշ այս շարականը։ Նորահրաշ բսակավոր եզորակլող արաքենյաց վարեց արզենոգույն արեյապարընդեմ մահու Վարդան քաչնադակ որ վանեցեր ըստշնամին վարտակույն արյան պտկո բսագեցեր զեգեղեցի եգնավոր թակավորի զինու հաղթյալ բادرազմին խոհագան իմաստությամբ խոհեմացյալ անջարաբես խորրթական և ձանոցյալ անուն բարի խաչելույն վգայեղյալ հեման բարյան բստագեցամ Ռամգագան խումբ հազարած և երեսնից դիվընդվեցից որ կնոսին նահատակյալ արիապար բادرազմամբ և հեղին Զարյուս Յուրյանցին օրոքում եկեղեցվո ընոսին բսագելով
իգնավոր հանդիսատրեմ։ Վարտանանք սիրելներ նահատակվեցան, այո, վարտանանք ֆիզիկապես բարդվեցան, միշտ կսենք չես սիրելներ ֆիզիկապես բարդվեցան, բայց պարույապես հաղթեցին, սիրելներ իսկապես հաղթեցին, գիտեք ինչու հաղթեցին, ինչ էր բարսիկներուն նպատակը, մեզ մեր քրիստոնեություն են հերացնել եւ գրաբաշ դարձնել, հաջողեցան, ոչ, ցախողեցան, սիրելներ կյանքի մեջ, ասիկա թաս թողլա մեզ յուրաքանչյուրին, երբեմն կգարձենք, որ բարդված են, մեր թշնամին կգարձե, որ մենք բարդվեցանք, երբեմն կգարձե մեր թշնամին, որ ինք հաղթեց, բայց իր հաղթանակը իրեն բարդություն է եւ մեր բարդությունը մեզի հաղթանակ է, որովհետեւ մենք սիրելներ հերուն չենք տեսներ, բայց Աստված ինքն է, որ մեզ կպահե։ Եթե մենք իսկապես մեր հավատքի մեջ հզորը լանք, պիտի տեսնենք մեր քալիք հաղթանակները։ Ասեմ, որ վարտանանցեն յետ Վահանյանց ապստամբությունը եղավ եւ Վահանյանց ապստամբության ժամանակ անոնք ջնշեցին բարսիկներուն եւ ըստիպեցին, որ ըստորակրեն սիրելիներ տաշնակիր եւ այդ տաշնակրով հայոց ազատ թողվեցավ, որ քրիստոնեությունը բաշտեն։ Միայն վերջին բանն ասեմ, եւ որ վարտանանք նահատակվեցան, գրոնավորներն էին, որ ժողովուրդը միշտ հավատքի մեջ հզոր ու ոտքի կբահեին, հազգեր տակավոր ցերպակալել դվավ 9 գրոնավոր բարակլուխներ, Հովսեփ կաթողիկոսը, եպիսկոպոսներ, Ղևոնտ երեցը եւ սարգսակներ եւ փանդարգեր դվավ զանոնք վրգան քաղաքին մեջ եւ 3 տարի փանդին մեջ բահելեն յետ ու չարչարել է յետ 454 թվականին անոնք ալ նահատակվեցան։ Ահա սիրելներ, մենք անոնց հիշատակն է, որ կկատարենք եւ վարտանանց ու Ղևոնտյանց նահատակությունը բոլոր թարերու մեջ մեզի համար մնաց ներշնչումի աղբյուր։ Հիշենք սիրելներ, որ իրենք մեզի պետք չունին, մենք անոնց ոգին պետք ունենք։ Այսօր մեր զավակները, պիտի ուզեմ, որ գխնդրեմ, որ իրենց համար աղոթեք, մեր զավակները, որոնք զինվոր են, երդասարդ, Ձեր զավակները հիշեցեք, դան մեջ եւ որ ձեր զավակը քնացած է, դուք գիշերը գերտակ գծածկեք, որ հանգարց բաղճարնե ձեր զավակը, ձեր տորնիկը, ձեր տորնիկներուն չափ, ձեր զավակներուն չափ 18-19 տարեկան ցակուկներ, զավակներ, այսօր սարնամանիք է Հայաստանը, սարնամանիք է։ Ես որ հոն էի անցնող շաբաթ սիրելներ, 0-ին վար 20 աստիճան ծույն այդ սահմաններու մեջ այդ զավակները հայոց սահմանները կպաշտպանեն։ Աստված օրհնե իրենց։ Անոնք ալ վարտանանք զորավարներուն զավակներն են սիրելներ։ Անոնք ալ հետնորդներն են, թորնիկներն են։ Իսկ անոնք, որոնք նահատակվեցան, Աստված երկնքի արքայության արժանացնե։ Անոնք ալ սիրելներ փաղանքին մաս կգազմեին վարտանանց զորավարներուն, որոնք հանուն հայրենիքի, վասն հայրենիած, վասն հավատո, վասն ընտանիքի, վասն սրբությանց իրենց կյանքը տվին։ Սիրելիներ, բادرազմի կացող զինվորը գիտե որ պիտի նահատակվի։ Եվ որքան զավակներ իրենց ծնողներունսին մայր, գին, երեխաս, հանգիստ գնացեք, մենք սահմաններում վրա կհսկենք, ու եթե չկանք, հիշեցեք, որ մեր հոգիները կսավառնին այս վայրերու մեջ։ Աստված երկնքի արքայության արժանացնե մեր բոլոր նահատակները եւ վարտանանց հոգիով սիրելներ լեցնե այսօրվան մեր բոլոր զավակները։ Եկեք հիմա վարտանանց երկեր երկենք եւ այսպիսով ոգեգոչենք վարտանանց հիշադակը, Ղևոնտյանց եւ վարտանանց հիշադակը։ Բլբուր նավարայրի, հայր Ղևոնտ Ալիշանի գրած ո՞թ ու բարեկամ այրած սրդերու։ Եկեք երկենք միասին։ Ներողություն Կարեկին եպիսկոպոս Սրվանցյանց գրած։ Երկենք։ Ո՞թ ու բարեկամ այրած սրդերու
խոսնակիշերով հոգյակ վարտերով խոսնակիշերով հոգյակ վարտերով երկե բլբուլիկ երկե իսարեն նորեն երկե բլբուլիկ երկե իսարեն զամակաչքնայոց երկե հոգ ոյսեն զանմակաչքնայոց երկե հոգ ոյսեն բլբուլ կես համար մեր հարկն ասացի բլբուլ կես համար մեր հարկն ասացի թե չէ բլբուլ մեր ավարայրին թե չէ բլբուլ մեր ավարայրին եղիշյա հոգյակ նեկաղցրազրոցիկ եղիշյա հոգյակ նեկաղցրազրոցիկ զվոր զվարտանի վար դեսնու գարմարիկ որ զվարտանի վար դեսնու գարմարիկ այո ասի հայր Ղևոն Տալիշյանին երկն է հաջորդ երկը Կարեկին եպիսկոպոս Սրբանստյանցի թե հայրենյաց բսագատիր այս երկը շատ գեղեցիկ է գսիրեմ շատ երկենք միասին Վարդանանց երկերը միշտ մի երկենք սիրելներ ձեր զավակներուն թորներուն մի ծորվեցնեք մենք երեխա ենք այս երկերը գերքեինք պատրաստ թե հայրենյաց բսագատիր քոխնի քնարք լրել են երկնից թող կան անմահ հոգիք հայոց քաչեր բսագել թե հայրենյաց բսագատիր քոխնի քնարք լրել են երկնից թող կան անմահ հոգիք հայոց քաչեր բսագել մասյաց կակատ թող կան բազմին երկնից կունդ ռեշտագներ աստվածի չեր Հայաստան հայոց արյուն հոդոդել փախեք ամբեր շավար շանեն ալմի ծողեք ծեր ծողեր շավար շանը որոգված է հայոց քաչած արյուն է և
գծելին ու գծագին այս տաշտին մեջ ոչ խոդվարդ այլ վարդանա ինգած երգեր բեդեծագե սուրբ հավատ այլ վարդանա ինգած երգեր բեդեծագե սուրբ հավատ թող սիրելիներ վարդանանց արյունով սուրբ հավատ զաղի մեր հայրենիքին մեջ հաջորդ երգը ավարայրի թաշտը ներգեց գիտեք այս երգը ինչ որ չեք իրեր ինձի հետևեցեք ավարայրի թաշտը ներգեց արյունըտ անմավարտան հզոր վարտան քաչ վարտան խորդագեցիր ձանը լուծը բարսկագան ասկը հիշվի անմա անունըտ գարմիր վարտան հզոր վարտան քաչ վարտան խորդագեցին ձանը լուծը բարսկագան Եվ որ փոքրիկ էինք սիրելներ մեզի արդասանությունը սորվեցած են գիշեք չէ անոնք որոնք գիշեն դպրոցական կյանք են հայ եմ ես սարսափեցեք իմ ցերքես Հայաստանը ազատող քաչ վարտանին թորնեմ ես հիշեցիք եկեք սորվինք ասենք հայ եմ ես սարսափեցեք իմ ցերքես նորեն հայ եմ ես սարսափեցեք իմ ցերքես Հայաստանը ազատող քաչ վարտանին թորնեմ ես լավ է նորեն ասենք հայ եմ ես սարսափեցեք իմ ցերքես Հայաստանը ազատող քաչ վարտանին թորնեմ ես ամեն հիմա եկեք սիրելիներ իմ հայրենիաց հոգի վարտանի երգենք պատրաստ Իմ հայրենիաց հոգի վարտան հոգիս հոգվույթ եղնիղ ուրբան որտեղ մոդի ափերինքով 60,000 գդրիչներով զարգեր զարգվար ընկար կաչ բարսիկ սպրած իծախ ու հաչ զարգեր զարգվար ընկար կաչ բարսիկ սպրած իծախ ու հաչ իմ հայրենիաց հոգի վարտան գարմիր վարտան հոգիս հոգվույթ եղնիղ ուրբան ավետարան ու խաչնարիր դարիր հերգիս բարձրացուցիր
Եթունալ է թողիր կացիր անուշտար է թողին դվիր որ հայրեն յադ շողար է շավար շանա տաշտին վերև որ հայրեն յադ շողար է հավար շանա տաշտին վերև իմ հայրեն յադ հոգի վարտան գարմիր վարտան հոգիս հոգվույթ եղնի ղորբան եղնի ղորբան հաջորդ վերջին երկու երկեր մնացին հաղթական երկեր են այս երկ եւ որ բզդիկ էինք մանավանդ հասներ այդ գրտության բաժինը ուր որ գսեն այնպես մի ձեձենք որ հիշեն հոր հարսանիք այնպես իրար գձեձեինք որ մեր մամային հարսանիքը գիշեինք բայց փորձեր ադիկա փորձեր որ թուրքին դեսնեինք այդպես պիտի ձեձեինք եկեք սիրելներ այս հաղթական երկը երկենք պատրաստ Մենք աչվարտանի դոմենենք չենք վախի մանր մունր փորձանքների չենք փախչի մենք դեռ փոքրուց մի սիրել ենք աչություն ինչ էլ որ լինի չենք հանդուրժե բարդություն նորեն մենք դեռ փոքրուց մի սիրել ենք աչություն ինչ էլ որ լինի չենք հանդուրժե բարդություն Ուրեմն հարաճ զարգեք տմբուկ հաղթական Դանք տշնամուն մենք ձեզ ու չարդ բադվական Թող իմանան մենք չենք դառնալ խաղալիք Զորավոր այնպես մի ձեձենք որ հիշեն հոր հարսանիք Թող իմանան մենք չենք դառնալ բարձր այնպես մի ձեձենք որ հիշեն հոր հարսանիք Դոհմը մեր եղել է քաչերից քաչը Անարգել է գայձակների շարաչը Մենք էլ նրա զավակներն ենք հարազատ Էլ ուրիշ ժարանք չգա մեզնից զատ Մենք էլ նրա զավակներն ենք հարազատ Էլ ուրիշ ժարանք չգա Ուրեմն հարաճ զարգեք տմբուկ հաղթական Դանք տշնամուն մենք ձեզ ու չարդ բադվական Թող իմանան մենք չենք դառնալ խաղալիք Այնպես մի ձեձենք որ հիշեն հոր հարսանիք Թող իմանան մենք չենք դառնալ խաղալիք Այնպես մի ձեձենք որ հիշեն հոր հարսանիք Եթե մեկուն գուզե գսել որ նայե ըսկուշ եղիր բաբայիդ հարսանիքը գիշեցնեմ քեզի այս երկ երկեցեք Լավ, վերջին երկը գոմիդաս սվարտաբեդի հիմի էլ լրենք եղբարք, հիմի էլ, երբ մեր թշնամին իր սուրն է թրել, երկենք Հիմի էլ լրենք եղբարք, հիմի էլ, երբ մեր թշնամին իր սուրն է թրել Իր օր հասագասուրը մեր գրծքին
ագանչի թնում մելացու գոձի ասացեք եղբայր քահայեր ինչ անենք իմի լրենք ասացեք եղբայր քահայեր ինչ անենք իմի լրենք թոլրեմ ունչը անթամալուձը Gam vorot skacre tășnamul ludză Paiți menk vorunin koki usirt kaç Yegam vach yelnek tășnamu araç Konemer parke mahov et chalek U ay beslarek Konemer parke mahov et chalek U ay beslarek Սիրելներ չմոռնանք մեր նահատակները Վարդանանց ոգիով լեցվինք միշտ Աստված թող բահե բահբանե հայոց աշխարհը Հայաստան աշխարհը Աստված սիրելներ մեզ վերադարձնե Արցախ մեր հայրենիքը եւ Արցախի մեր ժողովուրդը իդ իրենց դուները վերադառնան Աստված սիրելներ ողորմի բոլոր մեր նահատակ զավակներու օկիները կերևարված բոլոր մեր զավակները Փանդարգութենեն ազատությունը ստանան ու դուն վերադառնան բոլոր անոնք որոնք գործված են սիրելներ անհետ գորած են թող հայտնաբերվին եւ իրենց ընտանիքներուն ուրախության բաժար լան բոլոր սկավորները սկավոր մայրերը հայրերը գիները երեխաները սուրբ ոգիով մխիթարվին նահատակներու օկիները երկնքի արքայության արժանանան անոնք որոնք սիրելներ որփացեր են Քրիստոսի սիրով ու զրպությամբ զորությամբ մեծնան եւ իրենց ծնողներու օրտնյալ ժառանգները դառնան Անոնք որոնք սիրելներ վերքերը ստացեր են, խեղություն ունին, Աստված իրենց առողջություն տա, անոնց որոնց հոգիները խախտած են, հոգեգան խախտումներ ունեցած են, բժշկությունը ստանան, եւ սիրելներ մեր ժողովուրդը կարողանա իրարու հետ սիրով, հաշտությամբ ապրիլ, որբեսի թշնամին հերանա։ Թող Աստված մեզի սուրբ առաջնորդներ ուղարկե Սիրելներ Աստված բահե բահբանե մեր pedagogiությունը հայոց եկեղեցին այս բոլոր լարվածությունները վերանան երկպեղումները բաժանումները մեր ժողովրդին ամոքվին Քրիստոսի արյունով բժշկվին իդ բռունցք դառնանք եւ կարողանանք իսկապես մարդկության դիմաց ոչ թե հայդարակը լալ այլ մարդոց օրինակը լալ միության սրբության եւ հավատքի եկեք սիրելներ Այս բոլորին համար բարեխոսությունը խնդրենք Սուրբ Սրբոց Ղևոնդյանց քահանայից եւ Սրբոց Վարդանանց զորավարած խոնարհինք աղոտ կնենք դեր ողորմյա խնդրենք եւ այս շիշադագի երեգոն փագենք մեր հայրենիք երկեցողությամբ եկեք խոնարհինք եւ աղոթենք Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն Քրիստոս մեր Աստվածը Թուն որ ընդրեցիր եւ ընդունեցիր երանելի վգաներդ Ղևոնդյանց քահանաները եւ Վարդանանց զորավարները եւ զանոնք հաղորդագից դարձուցիր գամավոր քու չարչարանքներուդ Արդ քուքովդ մեզի բարեխոս կդարձնենք թե մեր երկրին եթե ամբողջ աշխարհի մեջ գտնվող սուրբերը որբեսի անոնց աղոթքովն ու բարեխոսությամբ խաղաղեցնես մեր կյանքը մեզ բրգելով դեսանելի եւ անդեսանելի թշնամիներեն շնորհե դեր որ մենք անոնց օրինակով ապրենք եւ ուղղափառ տավանությամբ գնքե մեր վաղճանը որբեսի հավիտենական կյանքիդ հույս ունենանք որբեսի մենք արժանի լանք երկնային լուսեղեն բնակարանները մտնելու եւ ժառանգելու աշխարհի սկիզբեն իվեր քու սուրբերուտ համար պատրաստված արքայությունդ Եվ անոնց հետ միասին կողության պարավորենք ես, հորը և սուրբ հոգիդ հետ միասին, այժմ և միշտ և ավիդյանը սավիդենից, ամեն, դեր ողորմյա։
Դեր ողորմյա դեր ողորմյա դեր ողորմյա դեր ողորմյա Ամեն ասուրբ երորդություն դուր աշխարհիս խաղաղություն եւ իվանդած բժշկություն ազգիս հայոց ազգիս պաշտպանություն պաշտպանություն դեր ողորմյա դեր ողորմյա Հիսուս պարգիչ մեզ ողորմյա սրբուհի գույս Աստվածածի Փարեխոսյա կոմիյածնի Իշյադեր և ողորմյա Օրհնյալ Դեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ երգիս ես Սուրբ Եղիցի անուն քո եկես է արկայություն քո Եղիցին գամքո որպես է գինս և հեգրի Սաց մեր հանաբազոն դուր մեզ այսօր Թող մեզ զբաղդիս մեր որպես ելնեք թողում մերոց բարդաբանած և մի դանի մեզի փորձություն Զիքո է արկայություն և զորություն և փառք հավիդյանս հավիդենից ամեն օրհնյալ կեղերուքի շնորհացն սրբոք վույն երթայք խաղաղություն և Դեր Հիսուս Քրիստոս եղիցի ընձեզ ընդ ամենեսյանդ ամեն սիրելներ եկեք միասին մեր հայրենիք երկենք օրհնությամբ և ուրախությամբ փառաբանելով Դերը և աղոթելով մեր հայրենիքի անսասանության համար
մեր հայրենիք ազատանգախ, որ ապրել ես տարեթաղ, յուր որդիքը կանչում է ազատանգախ Հայաստան, յուր որդիքը կանչում է ազատանգախ Հայաստան, եղբայր քեզ մի դրոշ, որ իմ ցերկով կործեցին, գիշերները ես կոնչեղա արդասուքով լվացին, գիշերները ես կոնչեղա արդասուքով լվացին, նայր նրան երեկոյնով նվիրական մեր նշան, թող փոխի թշնամու դեմ, թող միշտ բանձա Հայաստան, թող փոխի թշնամու դեմ, թող միշտ բանձա Հայաստան, ամեն այնտեղ մանր է, մարդ մի անգամ մի մեռնի, փայծ եղանի, որ յուր ազգին ազատության գզովի, փայծ եղանի, որ յուր ազգին ազատության գզովի։ Գեցե մեր հայրենիքը, Աստված բահե մեր հայությունը և համայն աշխարհը, Աստված ձեզ արադորեն թողորտնե, Աստծո հոգին ձեզ հետ լա, ամփորձանք ձեր դուները ասնիք, շնորհավոր սիրելիներ, Վարդանանց դոն ձեր բոլորին, օրհնյալ եղեք։